Ողջույն բոլորիդ, բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ։ Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է, կխնդրեմ միացողներին շերանել եւ սկսել բոլոր միջոցներով հնարավոր փոխանցել այսօրվա եթերը, որովհետեւ շատ կարեւոր խոսակցություն ենք ունենալու։ Նամանավանդ այն բանի կարեւոր գործերի եւ առաջիկայում սպասվող ուրեմն զարգացումների ներքո եւ մանավանդ առաջիկայում նորից Կիրակի օրը Հովանավանքում պետք է տեղի ունենա Սուրբ Եվան մահպատարակ եւ այսօր Տեր Արամն էլ իր էջից հայտարարեց, որ նա այս Կիրակի օրն էլ մատուցելու է Սուրբ Եվան մահպատարակը եւ հրավիրեց մասնակցել բոլոր հավատացյալ մեր հայրորդիներին հաղորդվել Սուրբ Մարմինը ճաշակել եւ արյունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, ինչպես նաեւ Տեր Թատեն նմանապես հայտարարեց, որ կազմակերպում է ուխտագնացություն Հովանավանք եւ վստահ եմ, որ հազարավոր մարդիկ ավելի շատ քան անցած Կիրակի պետք է հավաքվեն եւ պետք է միասին աղոթեն այնտեղ եւ հիմա էլ մենք չպիտի խանգարենք մեր ավանդությունը, պետք է սկսենք այսօրվա ուղիղ եթերը աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն զգորձս դերած մերոց ուղիղ արայ մեզ Տեր եւ զգորձս դերած մերոց հաջողյա մեզ։ Փառքոր եւ որդվո եւ օգուին սրբո այժմ եւ միշիվավիցյանս սավիդենից ամեն Դու ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործերաչի կո համին այն ժամ իչար խորհրդոցի բանից եւ գործոց પર գյազիս եւ ողորմիակ արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Ավասիկ սկսում ենք այսօրվա քննարկումները։ Իհարկե հետևում եմ հակառակ կողմին էլ սիրելիներ, ես չեմ հետևում միայն այն ինչ որ մեր պայքարի շահերից է բխում, ես միշտ հետևում եմ հակառակորդին։ Այս պարագայում Էջմիածնի մայրաթորը վերացած Կուկուշկայի աթորի տականքներին մասնավորապես դուրս բրծուկ գանձագող ուրեմն գանձանակագող ավելի ճիշտ գանձանակագող հապշտակող նյութականը հապշտակող կոնդի Սուփամանես եկեղեցու ուրեմն այդ ապատեղեկատվական համակարգի պատասխանատուն Տեր Եսայի քահանան որը ամբաղ բաներ է դուրսվել եւ ես ինչքան լսում եմ իրենց հայտարարությունները ինչքան լսում եմ որ ինչեր են նրանք խոսում մայրաթորում այդքան համոզվում եմ որ այս մարդիկ ոչ մենակ անգրագետ են ոչ միայն անկիրթ են ոչ միայն անհավատ են նրանք ուղղակի մազոխիստներ են նրանք ուզում են ավելի որ ցավա իրենց չգիտեմ իրանք իրենց վնաս են հասցնում իրենց այս հայտարարությունները ապուշային այս մերկապարանոց հայտարարություններով ավելի խայտարակվում են ընկղմում են ես հետևում եմ մամուլին եւ զարմացած եմ ճիշտ ասած մեր տգետ լրագրողների խելքի վրա հա Այս մարդիկ բացարձակապես կապ չունեն եկեղեցու հետ։ Կրոնական գիտելիքներ չունեն։ Որևէ բան նրանք որևէ բանից նրանք տեղյակ չեն։ Գիտեք ինչքան ուրախ եմ ես այսօր, որ դրանց տգիտությամբ իրանք իրենց խայտարակում են եւ սնանկությունը եւ իրենց ուղակի այս պայքարի մեջ արդեն իսկ արտողական դիրքը զբաղեցրել են։ Որովհետեւ վերջի վերջով մարտավարություն պետք է մշակի, չէ՞, ամեն մի կողմը, խելացի կողմը մարտավարություն պետք է մշակի։ Ես տեսնում եմ տգիտության գագաթնակետը Էջմիածնի այս գլուխ գործոցների եւ մի հատ կա այնտեղ Ռուբեն Վարդապետ իրանց մեջ ամենագրագետը դա է եթե այդ Ռուբեն Վարդապետն է եթե դրանց մեջ խելացին գրագետը հաշիվը վերցեք մնացածը ովքեր են դրանք ինչ մակարդակ ունեն եթե դրանց դեմքը որ ամենտեղ երևացնում են դա Տեր Ռուբեն Վարդապետն է հա բայց այդ Տեր Ռուբեն Վարդապետն էլ ամբաղ բաներ է խոսում խառնվում է քաղաքական հարցերի մեջ Այդպիսի բաներ է, մտքեր է արտահայտում, որ ասում ես մարդը որտեղից, Վանդակից է դուրս եկել Գազանանոցի, թե որտեղից է դուրս եկել, արդյոք նա տան մեջ է դաստիարակվել, մեծացել եւ այլն։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, որ այդ Վանդակի մեջ է նա եղել եւ իրեն այդ Վանդակի մեջ տեղադրող եղել է Կտրիշ Ներսիսյանը։ Դրա համար ինքը այն Գանզանի պես որ Վանդակից որ դուրս են գալիս, վագրները կամ արույցները, ավենայվ միշտ մռնչում են, չէ՞։ Որովհետև խեղճերը սաղվաղ Վանդակի մեջ են լինում, իրենց փաստորեն ազատությունը սահմանապակ է լինում։ Եվ երբ որ մի քիչ ստանում են ազատություն, սկսում են մռնչալ ամիջապես, նույնիսկ իրենց բանի վրա, մարզիչի վրա են արդեն բանանում, մռնչոցներ անում։ Հիմա նույնը այս Ռուբենի այդ ստահակ աֆերիստ Չվարդապետի պարագան է։ Ինչ եմ ուզում ասել իրենից, չէ՞ որ նա ասեց ժողովրդավարություն, ասեց անպետք բան է, պետք է բռնապետություն լինի, դա է։ Աստվածահաճոն, ուրեմն վերագրում են եւ գիտեք ինչն է
Օրինակ լավ գիտեն, որ ժողովուրդը չգիտի, մեծ մասը չգիտեն ավետարանի խոսքը, մեծ մասը չգիտեն քրիստոնեական ուսմունքը չեն ուսումնասիրել։ Այսպես է դասավորվել։ Հիմա Հայաստանի մեջ ժողովուրդը չգիտի։ Մակերեսորեն կամ ունեն շատ, այդպես ասած, մակերեսորեն գետելիքներ ունեն։ Այս պատճառով հաջողվում է նրանց այսպիսի էշություններ դուրս տալ։ Հակառակ պարագայում նրանք չեն հաջողվի նույնիսկ մեկ վայրկյան։ Լրագրողներն էլ, որ իրենց այդ հարցազրույցներ են անցկացնում կամ տաղավարում իրենց ընդունում են, նրանք ուղղակի այդ աստիճանի ուրեմն անտեղյակ մարդիկ են, այդ աստիճանի նրանք ուրեմն մոլորյալներ են, որ էշությունները նրանց ոչ մենակ լսում են, դեռ մի բան էլ նրանք են ավելացնում։ Եվ այսպիսով, երբ որ հետևում եմ Զելեմեների դաշտին, սիրելիներ, մեծ բան եմ ապրում, հա։ Մի կողմից ուրախանում եմ, որ իրենց մարտավարությունը սխալ է, մյուս կողմից դա ողբ է, դա իսկականից ողբալի վիճակ է։ Բայց եկեք հերթականությամբ գանք եւ ամեն մեկը, ոնց որ ասած, այսօր պետք է ամեն մեկին իրենց տեղը դնենք։ Առավոտյան ժամին ես լսեցի Եգրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճ տեսաուղերձը, որով նա շատ ճիշտ դիպուկ արձագանքեց Մայրաթորին, այս Կուկուշկայի աթոռի վերածած այդ ստահակների, այն խոսույթներին, որոնք փորձեցին նրանք այս տաղավարներից իրենց հասանելի միջոցներից ուրեմն բան անել, հա, հնչեցնել իրենց այդ խելացի մտքերը, ճակերտավոր։ Վարչապետը շատ ճիշտ դիտարկեց այդպիսի նախադասություններով եւ այդպիսի կարող եմ ասել բառերով, որոնք հասանելի են յուրաքանչյուր հասարակական ուրեմն շերտի համար, մեր հասարակության ցանկացած շերտի, ցանկացած մարդու համար հասանելի են այդ խոսքերը։ Նախ եւ առաջ ես կուզեմ այստեղ մի տեսարան նկարագրել ձեզ։ Տեսեք, մենք շատ ենք այդ բաներով անցել արդեն։ Սա խոմարաչի դեպքը չի։ Դուք հասկանում եք, որ Հովանավանքի մեջ տեղի ունեցած Սուրբ Եվանմահ պատարագը 26 տարիների անփարունակ գործունեության Կտրիչ Ներսիսյանի սա առաջի բանը չէ, բայց ինչի է կենտրոնացել այդ Հովանավանքի վրա։ Ես ձեզ ասեմ, տարիներ առաջ նույն պատմությունը Նիսի Մարիամ Աստվածածնի եկեղեցում էր կատարվում։ Եվ մենք պատարակում ենք, ես էլ ծառայություն ոչ թե պատարակում ենք, մենք ստանձնել ենք պարտականություններ, ընտրել էր ինձ համայնքը կրոնական եւ ես այնտեղ կատարել եմ իմ պարտականությունները հովական։ Հետո ինձնից հետո եկել է Տիրան arczepiskopos Գյուրեղյանը, որին նմանապես ուրեմն ընդունել են համայնքի ներկայացուցիչները եւ նա էլ շարունակել է գործունեությունը։ Իմ կոնտրակտը վերջացել էր եւ ինքը գնացել էր հետո։ Բայց մենակ խոմ դա չէ։ Այս պահին էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քանի եկեղեցիներ կան, որտեղ կատարվում են եւ սրբազան արարողություններ, եւ կատարվում են Սուրբ Եվանմահ պատարակներ, եւ քարոզչական հովական աշխատանքներ։ Ով է այս մասին տնկահարում խոսում եւ այլն։ Այ եթե լրագրողները լինեին անաչառ մարդիկ եւ մարդիկ, ովքեր որ իսկապես ուզում են լուսաբանեն կամ իրանք հետաքրքրված են այս հարցերին, այսպես ասած, միակողմանի չներկայացնել, այլ երկկողմանի, հա, բոլոր կողմերից պետք է այս բանը ուսումնասիրել եւ իրենք անաչառ իրենց գործը, անշահախնդիր այս գործը անում են, ապա պիտի հիշատակեին, որ այս պահին էլ Կտրիչ Ներսիսյանը ինչի ցայն չի հանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եկեղեցիներ կան, որոնք գործում են եւ ոչ մենակ եկեղեցիներ, նաեւ մի շարք հոգեվորականներ, ումը որ ինքը ապօրինաբար կարկազրկել է, բայց նրանք գործում են այնտեղ։ Գործում են։ Եվ ոչ մենակ այնտեղ, սիրելի ժողովուրդ, ամեն ուրեք ես կարող եմ ձեզ բազմաթիվ օրինակներ բերեմ։ Բազմաթիվ օրինակներ։ Ես Ստոկհոլմ եմ գնացել, ինձ հրավիրել են։ Ես գնում եմ տարբեր տեղեր եմ գնում, պատարակներ եմ մատուցում։ Եվ ոչ մենակ ես։ Ես ասում եմ, բազմաթիվ հոգեվորականներ, որոնք հենց Տեր Արմենի անդրադառնանք, Տեր Արմենինը կարկազրկեց, ինչի չի խոսում, գիշեցել եք Վառնայի մասին։ Ուզում եմ հարց տալ։ Ինչի Տեր Եսայի այդ թափթփուկը չի խոսում Վառնայի քաղանայի մասին։ Նրան էլ են չի կարկազուր գարել, հրճակել, բայց նա շարունակեց իր հովական գործունեությունը Վառնայում։ Հիմա հարց եմ տալիս, ինչի Վառնայի մասին չեք խոսում, ինչի եք կենտրոնացել Հովանավանքի վրա, մռմռում եք Հովանավանքի վրա։ Գիտեք ինչի են մռմռում, որովհետև Հովանավանքը հովանավորում է Նիկոլ Փաշինյանը, իր աջակցությունն է հայտնել։ Վառնային նա չի հայտնել իր աջակցությունը։ Այո, նա ընդհանուր ասել է, որ բոլորին էլ աջակցում է։ Չեմ կարող, այսպես ասած, ուրանալ կամ չդիտարկել այդ բանը, փաստը, որ նա ասել է, բայց ընդհանուր է ասել։ Բայց շատ կոնկրետ ընդգծել է հենց Հովանավանքի վերաբերյալ եւ ասել է նորից գնալու եմ այս Կիրակի օրը պատարակի այնտեղ։ Դրա համար են մռմռում։ Ուրեմն տեսեք կեղծավորությունը եւ այս մարդկանց ստախոսությունները։
Ես ուղղակի այստեղից բռնում եմ դրանց ստերը, որտեղ այդքան ծիծաղելի են դրանք։ Եվ իրենք իրենց խայտարակել են արդեն վաղուց։ Դրանց ոչ մեկ չի ընդունում, լուրջ։ Հակառակը, ինչ ասում են, ալերգիա մարդիկ ունեն, հակառակն է լինում։ Տեսեք ինչեր են տակերը գրում։ Մի հատ կարդացեք էլի ձեր այս ապուշությունների տակ ինչեր են գրում մարդիկ։ Ծանոթացեք բովանդակությանը եւ ամոթի զգացում ունեցեք դուք։ Հետևաբար Տեր Արամն էլ ասել է այսօր, որ ինքը ոչ միտեղ չի պատրաստում գնալ, ինքը պետք է իր անձը դնի զոհասեղանին եւ պետք է իր ծառայությունը շարունակի Հովանավանքում։ Ես համոզված եմ, որ այդ զոհությունները բոլոր այն մարդկանց, այն հոգևորականների, որոնք իրենց անձը ուրացած, իրենց ծառայությունն են մատուցում, աշխարհի տարբեր անկյուններում, որոնք իրենց հոգևոր ներդրումն են ունենում, այսօր չէ, բայց վաղը նրանք պետք է ըստ արժանվույն գնահատականի արժանանան, քանի որ դա է պահանջում արդարությունը։ Ինչ վերաբերում է այն բաներին, որ նրանք արդեն ասում են, պիտի մենք բոլոր միջոցներին դիմենք, իհարկե շեշտում են, որ օրինական։ Ասում կարող ենք, տեսեք իրենց ասած, կարող ենք ուղարկել խուլիգաններ։ Բա տեքստով ասում է, բայց ասում է մենք դա այդ քայլերի չենք գնում։ Այսինքն այստեղից է խոստովանում են, որ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժմանը իրանք ուղարկել են ու կազմակերպել են այդ հանցագործությունները, որ կատարվել են։ Հիմա Հայաստանի մեջ Հայր Կորյուն վարդապետը արդեն քանի տարի 18 թվականից սկսած մինչ օրս ամեն Աստծո Կիրակի եւ ամեն տոնական օր Հայր Կորյուն վարդապետը մատուցում է Սուրբ եւ անմահ պատարագ Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր եկեղեցիներում։ Ինչի՞ չեք խոսում դրա մասին։ Չի չեք խոսում։ Ու ոչ մենակ դա է անում, ինքը նաև բոլոր տիսակատարությունները, բոլոր արարողությունները, ինչ որ իրեն դիմում են, ունի մեծ ծուղ։ Այսինքն, տեսեք, իրենց ասացները չի բռնում մեկը մյուսին, որովհետև Հայր Կորյունը դա անում է, բայց նա արել է դա միշտ, իրեն պետությունը չի աջակցել, իրեն երկրի վարչապետը անձամբ չի ասել։ Իրենց համար դա հետաքրքիր չէ, դա այս հարցը բարձրացնել ու այդ մասին խոսել։ Այս մասին չեն խոսում։ Որտեղ որ պետությունը անձնապես չի ասել, որ աջակցում եմ, ու մասնակցությունը ամենակարևորը չի ունեցել, չի գնացել Փաշինյանը, չի մասնակցել Հայր Կորյունի ոչ մի պատարագի։ Դրա համար չեն կենտրոնացել այս բաների վրա, այսինքն դրանց թքած։ Եթե սրբապղծություն է տեղի ունենում, բա ոնց եք հանդուրժում, որ ուրիշ տեղերում այդ նույն սրբապղծությունը տեղի է ունենում։ Ինչի՞ չեք խոսում դրա մասին։ Հովանավանքում է մենակ սրբապղծությունը, ոչ, որովհետև տեսնում են վտանգը, տեսնում են, որ Հովանավանքը իրենց համար լինելու է վերջնակետը, իրենց անփարունակ գործնեության ու իրենց ընդհանուր այս կեղծ ծառայության դագաղն է լինելու, դագաղը։ Ու այդ մեխը խփելու է Փաշինյանը, վերջի մեխը խփելու է ձեր դագաղի մեջ Փաշինյանը։ Դուք դագաղի մեջ եք մտնելու։ Ու Արհավիտյան վառարանի մեջ են որ դնում են, հա, այն դագաղները ղրգում են, վառարան են ղրգում ու այրում են։ Այդպես ձեզ այրելու են ու վերջանալու եք դուք։ Այսինքն պատմության մեջ հետքեր չի մնա։ Սա է, իրենց բոլորին դա է սպասում, իրենք աշնորհք մարդիկ են այն աստիճանի, որ նույնիսկ չեն հասկանում, թե իրենց ասացները մեկը մյուսին չի բռնում, իրենք այդ աստիճանի աշնորհք է, որ իրանք սեփական, իրենց բերանը, երբ որ լեզուն շախ են տալիս, չեն հասկանում, որ իրենց ամեն ասացից հետո ես հետևից գնալու եմ, եւ իրենց ասածով իրենց ոնց որ ասած տեղն եմ դնելու, իրենց տեղն եմ ցույց տալու, այն ֆիլմի մեջ որ ասում աբաշը մեստը ոզլի պարաշի, բայց սա է, իրենց տեղը այնտեղ է, անմաքուր մարդիկ են, սրբապիղծ են, հենց իրենք Հենց Կտրիչ Ներսիսյանը, որը սրբապիղծ է, եւ մենք փաստել ենք կանոնական գետնի վրա այդ սրբապղծությունը, օդի խոսակցություն չի, որ խոսենք օդի մեջ, ասենք այս մարդը սրբապիղծ է, ոչ, ապացուցել ենք դա։ Կանոնական ճանապարհով ենք ապացուցել իր գործած սրբապղծությունները իր 26 տարվա անփարունակ գործունեության ամբողջ շրջանում։ Հետևաբար մենք խոսում ենք առարկայական, իսկ իրենք խոսում են օդի մեջ։ Իրաց մոտ որևէ հիմք չկա կանոնական գետնի վրա, իսկ մենք ինչ որ մինչ օրս խոսել ենք, մասնավորապես ես իմ Տաղավարից ինչ որ խոսել եմ եւ տարբեր տաղավարներից ուր որ հրավիրվել եմ պաշտոնական հարցազրույցների եւ այն ես խոսել եմ միշտ միայն առարկայական ու վերջ դրա համար ասելիք չունեն որևէ բան շատ գիտեք ինչ են անում եթե ուզում են ինձ որևէ բան ասեն իրենց մոտ ինչ ալնում մի հայոյանք կամ մի կեղտոտ բառ են գրում կամ մի կեղտոտ դություն բայց հիմնավորեն մարդկային լեզվով իրենց ասածը պնդելով ապացուցեն իրենց ճշմարտությունը եւ այսպիսով ցույց դնեն որ իրանք են ճշմարիտ դա տեղի չի ունենում ինչի տեղի չի ունենում քանի որ իրանք որևէ բան չեն կարող ապացուցել քանի որ նրանք սնանկ են կրկնում եմ սնանկ են
Հետևաբար սիրելի ժողովուրդ, իհարկե ամսու 2-ն է, նոյեմբերի 2-ն է, երբ պիտի տեղ ունենա պատարակը, եւ ընդամենը 2 օր հետո սկսվելու է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստը Էջմիածնում։ Իհարկե ուշադրությունը պետք է սևեռենք այնտեղ։ Ես տեսել եմ նորից հրապարակվել է մի նյութ, իհարկե ես այդ աղբյուրին չեմ վստահում, զարգերակ է կարծում, եթե չեմ սխալվում, կետայեմ այդ կայքին ես չեմ վստահում, բայց այնուամենայնիվ այնտեղից հնչել է 2 բան, որ կարգալույց պիտի արվի կաթողիկոս, ես պիտի նախ բացատրեմ։ Ուրեմն կաթողիկոսին կարգալույց չեն անում, որովհետև ընդհանրապես ես բացատրել եմ, կարգալույց բառը գոյություն չունի։ Կաթողիկոսին անում են գահընկեց։ Գահընկեց։ Սակայն Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, նա խաբեբա է, նա աֆերիստ է, նա կաթողիկոս չէ։ Հիմա փորձում են ասել, փորձում են համոզել, որոշ մարդկանց հետ ես խոսել եմ եւ լսել եմ իրենց տեսակետը, օրեր առաջ մի Աբեղայի հետ խոսեցի, իմիջիայլոց այս Աբեղայի հետ ընդհանուր ծառայություն ենք ունեցել, իրեն շատ հարգում եմ ես եւ այլն, բայց մինչեւ վերջ ես ուզում եմ այստեղից հայտարարել, որ իմ տեսակետը, որը հիմնվում է հենց եկեղեցական կանոնակարգի վրա, եթե 2 առաքելական կանոնները խախտվել են ի սկզբանե եւ ընտրությունը եղել է ապօրինի, այսինքն տվյալ անձնավորությունը գահը բռնազավթել է անօրինական ճանապարհով օգտագործելով իշխանության լծակը եւ գումարային միջոցները, որով կաշառել էր իշխանավորներին, հետեւաբար նշանակում է, որ ընտրության արդյունքները, որոնք հրապարակվել են ողբերգական այդ 27 հոկտեմբերին 27-ին այդ օրը, երբ որ արյուննա լվիկ արեցին ազգային խորհրդարանում եւ սպանեցին 8 հոգիներ, ուրեմն այդ օրը տեղի ունեցած Էջմիածնում այդ նույն ժամանակ եղել է պրոֆանացիա, եղել է ուղակի կեղծիք։ Վավերացրել են այնտեղ կեղծիք, ինչպես որ կեղծիկով ընտրել են ժամանակին Ռոբերտ Քոչարյանին, 2 անգամ Քոչարյանը կեղծիկով նստեց նախագահի աթոռին, հետո նույնը արել է Սերժ Սարգսյանը, 2 անգամ նստել է։ Նույնը արել է նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականին կեղծիկով նստել էր աթոռին։ Այսինքն, այս մարդիկ, որոնք սովոր են կեղծարարությամբ եւ աֆերիստությամբ եւ ամեն տեսակի ստորությամբ հասնել իրենց ուզածին, Կտրիչը նայելով այս ամենին, հա, ինքը տեսել է Լևոնի կեղծիկն էլ է տեսել 96 թվականի, ինքը տեսել է կեղծիկը Քոչարյանի, որ փաստորեն ինչ ճանապարհով եկավ հասավ այնտեղ ու լսեց այդ օրն էլ սպանության այդ ամեն ինչը եւ այլն, նստել է աթոռի վրա եւ փաստորեն այն օծումը, որ տեղի ունեցավ սերելիներ, ստիպված էին իրեն օծել, այսինքն չընտրված մարդուն օծել են կաթողիկոս։ Այո, կաթողիկոսական օծումը տեղի է ունեցել, ես չեմ կարող երկել եւ ասել, որ դա տեղի չի ունեցել։ Այո, նա օծվել է իբրև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս, սակայն այդ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II կոչվածը վավերական չի իր օծումը, որովհետեւ ինքը չի ընտրվել որպես կաթողիկոս։ Խնդիրը այստեղ է։ Իսկ իհայտ եկած փաստը, որ այդ մարդը ուխտը դրժել է դեր Աբեղա Բախտվանից, նշանակում է, որ նա նույնիսկ իրավունք չուներ լինելու շարունակելու եկեղեցում իբրև Աբեղա։ Իհարկե ոչ կարող էր վարդապետ դառնալ, ոչ եպիսկոպոս, ոչ arczepiskopos եւ առավել եւս չէր կարող, առավել եւս ուզում եմ ընդգծել, դառնալ կաթողիկոս։ Հետևաբար այդ փաստի բերումով այս մարդը անօրինական է, ոչ թե կարգալույց, ես նման բառ չեմ ուզում օգտագործել։ Սա լավ բառ չէ։ Սա նախ եւ առաջ անհետեթություն է եւ ուղղակի մեր երկրի վարչապետը նորից եմ ուզում այստեղից հայտարարել եւ գուցե հասցնեն իրեն, եթե լսողներ կլինեն ԿՊԵ-ական այսպես ասած կուսակցության անդամները իրենք կհասցնեն անպայման այդ բանը, որ ինչ որ ինքը կարդացել է կանոնագրքում, սա կեղծված կանոնագիրք է։ Ինքը կարդացել է 2004 թվականի հրապարակված եկեղեցական կանոնագիրքը, որը կեղծված է, ուզում եմ ընդգծել, դրա համար նա պետք է ուսումնասիրի ամբողջ եկեղեցական կանոնները, առաքելական կանոններից սկսած դիեզերական ժողովների կանոնները պիտի ուսումնասիրի եւ մեր ազգային եկեղեցու ուրեմն ժողովների որոշումները։ Եվ նման հասկացողություն ընդհանրապես գոյություն չունի, որովհետև Մերոնը չես կարող ջնջել։ Չես կարող մարդու ճակատից եւ որևէ մեկին հայտարարես, որ այլևս ինքը հոգեվորական չի եւ կոչվի աշխարհի կանոնով։ Ոչ, չկա տենց բան, բացարձակապես։ Օծումը միայն կարող է ճանաչվել անբավեր, եթե պայմաններն են եղել անբավեր։ Գիտեմ մի բան, որի վրա կարող եմ այսօր հիմնվել եւ ես հայտարարել մի շարք մարդկանց, ովքեր որ եպիսկոպոսներ չեն։ Առայժմ ձեռնպահ կմնամ անունները տալուց, որտեղ սիմոնականությունը, այդ հասկացողությունը կա կաշառքով, եթե եղել են։ Եպիսկոպոս չի կարող լինի կաշառքով։ Հիմա նույնն է կաթողիկոսը չի կարող լինել կաշառքով։ Պետությանը կաշառքեցվել, պետությունը ստիպել է այն ժամանակ Վազգեն Սարգսյանն էր, ողորմածիկը, որ նրան նշանակեն այդ աթոռի վրա։ Ու վերջ,
Նշանակում է եղել, մնացածը եղել է պրոֆանացիա, կեղտիկ, աֆերիստություն, կապիկություն։ Մնացածը եղել է կապիկություն։ Եվ Գրեուի գեներալն էր, որ թելադրում էր այնտեղ մայր էր հայհոյում падգամավորներին ահեր տալիս, մայր տաճարի մեջ։ Ինչ ընտրություն էր դա։ Աֆերիստություն, կապիկություն։ Հետևաբար այս օծումը այստեղից ուղղակի ուզում եմ բացատրել, նրբորեն, որ դուք հասկանաք։ Կեղծված է։ Անընդունելի է այդ օծումը, անընդունելի, այո, նա օծվել է, բայց ընդունելի չէ, Աստծո մոտ ընդունելի չի կարող լինել։ Աստված չի կարող հանդուրժել, սա կեղծ օծում է եղել, սա աֆերիստությամբ, նենգությամբ օծում է եղել։ Դրա համար ինքը կաթողիկոս չէ, մենք չենք կարող ճանաչել իր թեև օծված է, այո, օծված է որպես կաթողիկոս, բայց կաթողիկոս չէ։ Հայտարարում եմ։ Ինչի եմ բացատրում ձեզ, որ ամեն մեկը չի հասկանա, որովհետև սա շատ նուրբ աստվածաբանական հարց է։ Այո, օծվել է, ընդգծում եմ եւ շեշտում որպես կաթողիկոս, բայց կաթողիկոս չէ։ Քանի որ անվավեր են ճանաչվում իր ընտրությունները, պայմանները այնպիսին էին, որը որ պարտադրանքով իրեն նստացրել են այդ աթոռի վրա եւ փաստորեն չընտրված մարդուն, որը խախտելով, տրոհելով կանոնները, դրժելով եկեղեցական կուսակրոնության ուխտը, այս մարդը խապեպայությամբ գնացել է օծում է ստացել։ Այդ օծումը կոպեկ չարժ է։ Այդ դրա համար ոչ թե ինքը կարգայլույց կաթողիկոս է, ոչ, ինքը կաթողիկոս չէ։ Չի կաթողիկոս չէ ինքը։ Ինքը շարլատան է, շանտիկլյոր է, որ նստել է աթոռի վրա, կաթողիկոսական աթոռի նստել է այդ շանտիկլյորը եւ այդ շանտիկլյորությունն է արել։ Գիտեք չէ, երբ որ եկել է Նիս քաղաքը Նեգրեսկո, ամենաթանկ 5 աստղանի հյուրանոցում է մնացել։ Այն աստղեր են մնացել, Ալեն Դելոնն է մնացել։ Այնտեղ այդպիսի աստղեր են մնացել, Բելմոնդոն է մնացել այդ Նեգրեսկոյի մեջ, ու հայտնի շատ հայտնի մարդիկ են մնացել։ Նախագահներ եւ այլն։ Այնտեղ ամենալավ լյուքս համարն են իր համար վերցրել։ Նույնիսկ այդ Նեգրեսկո հյուրանոցի մեջ հենց այնտեղ էլ կա մի սրահ ռեստորանի մեջ, որը հենց շանտիկլոր է կոչվում։ Այս մարդը իսկապես այս բանի մեջ ուղղակի ես ինչի դա հիշատակեցի, որ ինքը парքին միշտ ձգտում էր եւ շքեղության անտեղի տեղը ինքը փաստորեն մարդկանց ծախսի տակ է դնում, չէ, երբ որ այդ նույն Տեր Արմենը հայտարարեց, որ հանել է իր ոտից կոշիկը, դրել է սեղանի վրա, ասել է իմ կոշիկի գինը $4000 է։ Զարմացնելու համար այն ներկաներին, ովքեր եկել են այնտեղ իր մոտ։ Սա է այս մարդու մակարդակը։ Ասում եմ, շանտիկլոր է նա։ Եվ այդ մարդը, որը օծված է, բայց կաթողիկոս չէ, քանի որ ընտրված չէ, խապել է բոլորին, իր օծողներին էլ է խապել, եւ իր խապեպայությամբ ինքը օծումը ստացել է կաթողիկոսական, բայց քանի որ ի հայտ բոլորը փաստերն եկել են, այո, մենք հայտարարում ենք իրեն եւ ասում ենք, որ ինքը կաթողիկոս չէ։ Հիմա գիտեք ինչ հարց են հանում։ Ես գիտեմ այստեղից ինչ հարցեր են հանում։ Ուրեմն այդ մարդը, որ օծել է սրան, այդ մարդը, որ նախ ինքը ոչ մեկին չի օծել։ Այստեղ փորձեցին գեներացնել մի միտքը, որ ինքը Տերարամին օծել է։ Չարաչարը սխալվում եք, ինքը Տերարամին չի օծել։ Ինքը չի օծել։ Ոչ մի քահանա ինքը չի օծել։ Ինքը այդ շրջանում իր որ աֆերիստությամբ նստեց կաթողիկոսական գահի վրա։ Ինքը ոչ մենակ ինքը երկու եպիսկոպոս, մի կաթողիկոսը մի հոգով չի կարող օծել։ Եպիսկոպոս երկու առընթեր եպիսկոպոս պիտի ունենա, անպայման, սա պարտադիր կանոն է։ Ուրեմն այդ կաթողիկոսը կոչվածը, երբ որ այդ երկու եպիսկոպոսներն եղել են իր հետ, ինքը օծել է եպիսկոպոսներին, որ շրջանում իր շրջանում օծվել են։ Հիմա ստեղ հազար հարց է ծագում։ Մարդիկ կարող են ասել, այս մարդիկ օծված չեն, 1։ Երկրորդ հերթին այստեղ նաև Մերոնի խնդիր է ծագում, որ այդ Ռիման է եփել այդ Մերոնը։ Այդ Մերոնը որ օծել են, այդ ինչ Մերոնով են օծել։ Հասկանում եք, այստեղ շատ լուրջ, շատ նուրբ, շատ զգայուն խնդիրներ են, եւ իհարկե սա անպայման պետք է կոմիսիա կազմվի։ Ես կրկնում եմ, սա պետք է շատ լուրջ ուսումնասիրություն լինի, եւս մեկ անգամ։ Եվ պետք է սա ժողով լինի։ Սա պետք է լինի փակ ժողով, բայց արդյունքները պետք է բաց հրապարակվեն վերջում։ Այսինքն նախ կոմիսիան պիտի աշխատի, որտեղ պետք է մտնեն ամենալուրջ մասնագետները, աստվածաբանները, որպեսզի մենք այս բոլոր հարցերին վերջնական պատասխանը տանք, բայց ես ձեզ ընդամենը ուզում եմ ասել այն կտրվածքով, որը որ այսօր իրավասու եմ ձեզ հայտարարել, որ Կտրիչ Ներսիսյանը այդ մարդը նա աբեղավախտը արդեն չէր կարող շարունակել իր հոգևոր ծառայությունը, իր եկեղեցում առաքելությունը իբրև կուսակրոն հոգևորականի չէր կարող բերեր։ Այո, նա կարող էր խնդրել Վազգեն կաթողիկոսին, Տեկուս Տիրյանը խնդրեր եւ դառնալ քահանա ամուսնացյալ։ Ոչ մի խնդիր չէր լինի։ Ամուսնացել է Լոլայի հետ, զավակ է ունեցել, 1000 գալատ է արել, քահանա լիներ, վերջանար։
Այդ խոսակցությունը այսօր էլ չէ լինի, ոչ մի բան էլ չէ լինի։ Բայց որպես կուսակրոն քաղանա աբեղա, հետով աստիճանը ստանալ վարդապետականի, եպիսկոպոսությունը, արքեպիսկոպոսությունը չէր կարող, որտեղ ուխտադրուժ էր։ Նաև արդեն արքեպիսկոպոս ու եպիսկոպոս վաղը ինքը փողերի հետ էր խաղում, միլիոնների հետ էր խաղում։ Ուրեմն խախտել է նաև երկրորդ ուխտը։ Ինչի դա չեք հիշատակում, պարոն վարչապետ։ Աղքատության ուխտն է խախտել։ Եվ նշանակում է երկու ուխտ ինքը խախտել է, աղքատության ուխտն է խախտել, ոչ մենակ կուսակրոնության։ Ուխտադրուժ մեկը, բացի դրանից նա պոռնկացել է եւ այդ պոռնկությունների մասին բազմաթիվ կարելի է, ուրեմն այդ պոռնկությունների մասին բազմաթիվ կարելի է բերել փաստեր իր պոռնկության հետ կապված։ Հետևաբար այսպիսի մարդը ինչ կաթողիկոս պետք է եւ էլի կաթողիկոս որպես չի ընտրվել։ Ուրեմն այդ օծումը որ տեղի է ունեցել կաթողիկոսական դա եղել է անվավեր Աստված չի ճանաչում իրեն իբրև կաթողիկոս, ինքը կաթողիկոս, ինքը խարդախ սրիկա է, որը խապել է հայ ազգին եւ իրեն հաջողվել է 26 տարի խապել եւ 26 տարի մնալ այս կարգավիճակում, այս աթոռի վրա։ Այ խնդիրը այստեղ է, սիրելիներ։ Հիմա ստեղից իհարկե բազմաթիվ հարցեր են ծագում, հիմա մարդիկ կարող են վեր կենալ ասել, բա մենք եպիսկոպոս ենք եղել, մենք ծառայություն ենք արել, մենք ինչ մեղք ունենք դրա մեջ եւ այլն, մանավանդ ջահել լակոտները, որոնք եկել են նորաթուխ իր շրջանում, գիտեք ին եպիսկոպոսը խո իր մոտ այն մարդիկ չէին, որը ծառայել են եւ ամակ են ունեցել։ Ոչ, ինքը բերեց նորաթուխ լակոտներ բերեց, հավաքեց այնտեղ, խուլիգաններ հավաքեց, իր գեղից ինչքան խուլիգանը կա, բերեց եպիսկոպոս սարքեց։ Սա ինչ է։ Եպիսկոպոսներն են դրանք եպիսկոպոս են անունով, այո, անունով են միայն։ Իսկ բովանդակային իմաստով դրանք ովքեր են։ Եվ առհասարակ ինքը ինչ արեց եպիսկոպոսական դասի հետ։ Մի հատ դրան անդրադառնանք, ինչ իրավունքները խանգարվեցին այս մարդկանց։ Նույնիսկ եպիսկոպոսներին ինքը զրկել է իրենց արդեն կանոնական գետնի վրա օժտված իրավասություններից, նա իրենց սահմանափակեց իրենց եպիսկոպոսական իշխանության մեջ։ Սրա մասին էլ խոսանք։ Ինձ քանի եպիսկոպոս խոսեցին։ Իհարկե ես չեմ խոսում ջահել լակոտ լուկուտների հետ, ես խոսում եմ այն հին մարդկանց հետ, կապի մեջ եմ։ Եվ իրենք ինձ ասեցին, Տեր այդ թունավորեց մեր կյանքը այստեղ։ Այո, ծառայեցինք բան, գլուխը կախ եւ այլն, բայց ասում եմ թունավորվեց մեր կյանքը այստեղ։ Այո։ Ով որ ավելի համարձակ է, խնդրեմ։ Հիմա Տիրան arczepiskopos Գյուրեղյանին ոչնչացեց մի բանի համար։ Ինչի համար։ Արդեն անցած անգամ դες բացատրեցի մանրամասն, որ եղբորը պիտի բերեր, որ փագեր Արամ Սարգսյանի բերանը փողը, որովհետեւ Վազգեն Սարգսյանի հաշվին նստած այդ փողը Արամը չկարողացավ ստանալ։ Վազգենը սպանվեց, ժառանգությունները այդ փողը չէր հասնում իր ձեռքը։ Դրա համար ինքը բերեց զինված երկու մեքենա զինված տղամարդկանցով շանտաժ արեց կտրիչին։ Փողը ոնց նորից չէր կարող Լուիզից նորից պահանջել, չէր կարող։ Դրա համար դիմեց այդ քայլի Տիրանին ոչնչացրեց, բերեց եղբորը։ Դուք հասկանում եք ամեն ինչ այդ բանի շուրջն է պատտվել, իր սեփական շահերի շուրջը, իր անձնական, իր կլանային հետագայում ընտանեկան շահերի շուրջն է պատտվում։ Այստեղ է ամենամեծ խնդիրը եւ մեղքը։ Եկեղեցին երբեք իրանք այս սպեկուլյացիա են անում, այսօր եկեղեցու մասին են խոսում այս մարդիկ։ Ինչ եկեղեցի։ Դուք մեկ անգամ 26 տարվա մեջ եկեղեցու անունը հիշեցիք։ Եկեղեցին ինչ է ձեզ համար։ Եկեղեցին դա ժողովուրդն է, 1000 անգամ չէ, միլիոն անգամ պիտի կրկնեմ իմ սիրելի վեհապար հայրապետ Երջանկայիշատակ Գարեգին Արաչին Սարգսյանի խոսքը։ Եկեղեցին դա ժողովուրդ է, եկեղեցին դա բան չէ։ Խուլիգանների հավաքածու չէ, որը ինքը նշանակել է եւ անվանել է, որ դրանք են եկեղեցի։ Եվ մեր տգետ լրագրողները կամ փողով կաշառված այդ աբրակադաբրան թութակի պես անդադ կրկնում են, անդադ նույն բանն են ասում։ Այդ երգն են երգում, այդ թմբուկն են նվագում, բայց եկեք մի քիչ արթուն այս գաստ, մի քիչ ավելի խոհեմ գտնվեք, լսեք ճշմարտությունը, այդպես չի, որ լեզվին զոր տակ ու ձեր ասած абսուրդները, ձեր ասածները, ձեր էշությունները ամենտեղ ուրեմն բանանեք, տարածեք։ Սա հնարավոր չէ լսել նման հիմարությունները։ Եվ կրկնում եմ, այստեղ նաև խնդիրը գիտեք ինչն է, որ այս մարդը սկսեց սիմոնականությամբ ձեռնադրել բարձրաստիճան հոգևորականներին, նշանակել յուղոտ թեմեր, յուղոտ տեղեր։ Այսինքն ցանց է ստեղծել։ Մաֆիան ո՞նց է դառնում։ Մաֆիան խոմ պոզով պոչով չի լինում, այ մաֆիան այսպես է լինում, նա ցանց է ստեղծել։ Ոչ թե արժանինքներով, ոչ թե հոգևոր առաքինությունների կամ հավատավոր ժողովրդի վկայությամբ կամ ավակ սերնդի եպիսկոպոսական դասի վկայությամբ եւ խնդրանքով էին ձեռնադրվում եպիսկոպոսները, ոչ, փողով այն բաների համար, որ կամակատարները դառնան իր զենքն ու զրահը, այդ եպիսկոպոսական դասն էր։
որոնց ինքը բաներ անում։ Գիտեք ինչ ինձ պատմություն փոխանցեց Տերաբելը։ Նախքան դրան դուրս հանելը եկեղեցուց, կանչել էր մայրաթոր, ասեց մի հատ ցույց տամ քեզ, ոնց եմ խոսում եպիսկոպոսների հետ։ Եվ գոռալով բան Տերաբելը ասում է կանչեց, ասում է տենում ես վազելով թուլեկի պես մոտս են գալիս։ Այսինքն ինքը ստեղծել է մի միջավայր, որտեղ միայնակ, մի անձյա, որպես մեկ հոգի, կառավարել է ամբողջ եկեղեցին։ Դիտել է դա որպես իր սեփական, ուզում եմ դա ընդգծել, համակարգ, սեփական խանութ է, կարճ ասած խանութ է դա, սուպերմարկետ։ Սուպերմարկետ, որը ցանցեր ունի, այդ սուպերմարկետը աշխարհով մեկ ցանցեր ունի։ Այսպես է դիտել, եւ ինքն է տերն ու տիրականը, սեփական ատերը, գլխավոր տնօրենը։ Մնացածին, այն նայոմնի, որ ասում են, հա, այն 60 տնօրեններ է կարգել այդ եպիսկոպոսներ, որոնք ոչ մի իրավունք չունեին։ Իբրև թեմակալ առաջնորդներ, իբրև եպիսկոպոսական դասի ներկայացուցիչներ, այդ իրավասություններից զուրկ էին։ Եվ սա էր ամբողջ դժբախտությունը, որ ինքը օգտագործեց այս ամենը։ Նույնիսկ տեսեք, եկեղեցիներ կա, որ այսօր գոյություն չունի։ Վաճառել է, շենքը վաճառել է, եկեղեցին հայկական վաճառված է։ Արթուր Սարգսակը, միջայց, որը մասնակցություն ունեցավ Հովանավանքի մեջ, այս մասին խոսել էր մի քանի հաղորդումներից, տաղավարներից։ Մեկից է խոսել, Civic Ketaimից է խոսել եւ ուրիշ ուրեմն տաղավարներից խոսել է։ Սա նշանակում է սիրելի ժողովուրդ, Լենդրուշի մոտ, հա, Լենդրուշի մոտ է խոսել մի խոսքով։ Ես նկատի ունեմ բլոգեր Լենդրուշը, ճանաչում եք բոլորդ էլ։ Այս տաղավարներից խոսել է մարդը եւ այնտեղ վկայություններ է բերել, թե ինչեր է կատարվել։ Ցանկացած բան իրանք դիտել են որպես իրենց սեփականը։ Կարծես թե ստացել են իրենց ժառանգություն, հա, որ կալվածք է, չգիտեմ ինչ էր իրենց համար, դա այդպես է հայաստանյան եկեղեցին։ Նա ստացել էր ու սկսել էր ամեն ինչ անել, ինչպես որ ինքը ուզում էր։ Չնայելով ոչ մի բանի։ Ինչ կանոններ եկեղեցական։ Ինչ եկեղեցական կանոնադրություն։ Ոչ։ Առավել եւս իր համար գոյություն չուներ Աստվածաշունչ Մատյանը։ Վարք սրբոցը, չգիտեմ, որևէ հոգևոր գրականություն իր համար դա արժեք չի։ Նա անհավատ է, անաստված մարդ է, բայց սատանիստ է միաժամանակ։ Այդ ապացուցված է իր սատանիստ լինելը։ Խոմ նորից օդից չեմ վերցնում, երբ որ ես ասում եմ մի բան, ցելի ժողովուրդ։ Ես միշտ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ իմ բոլոր հայտարարությունները։ Մասոն է դարձել։ Մասոնները անցնում են այդ ճանապարհով, այսինքն ինքը սատանիստ է։ Եվ արել է դա իր համար, իր անձնական, դուք կարծում եք ինքը արել է դա ուրիշ նպատակների համար, որ ուզեցել է հենց սատանային ծառայել, ոչ։ Ինքը դա արել է իր անձնական շահերը սպասարկելու համար։ Հիմա Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների մեջ իբրև գործակալ շարունակում է իր այս լրտեսական ներդրումը ունենալ, պետականական ներդրում ունենալ, հանուն ինչի։ Հանուն դրա, որ այսօրվա եկեղեցին փաստորեն այդ պատճառով հեղինակազրկվում է։ Այսօրվա եկեղեցում այս պատճառով այս եկեղեցուց դուրս եկան terrorist եպիսկոպոսներ։ Նա դրեց իրենց այդ terroristական գծի մեջ, բայց եկեղեցուց դուրս եկան։ Սա այդ խարան է, որը մնաց։ Սա արդեն այդ մարդկանց ճակատին դակված են, չէ՞, օրինակ terroristական գործնեությամբ բերումով հայտնվեցին ճաղերի ետևում։ Որքան կուզեն կոչեն քաղաքական բանտարկյալ, հեշտ է։ Ես շատ լավ հիշում եմ իրական քաղաքական բանտարկյալները, երբ որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակով կային։ Մեկ անգամ Կտրիշ Ներսիսյանը խոսել է, որևէ մեկին անվանել է քաղաքական բանտարկյալ։ Մեկ անգամ ինքը երբևիցե հայտարարել է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Ինչքան որ եղել են այն պետության նախկին, հա, ոնց որ ասած մինչև հեղափոխական այդ շրջանի պետական այրերի կողմից հալացյալները, խղճի քաղաքական հալացյալները։ Մեկ անգամ Կտրիշ Ներսիսյանը այս մասին չի խոսել եւ չի հայտարարել եւ նման արտահայտություն չի ունեցել։ Կամ որևէ մեկը իր շրջապատից, որ ասի, որ քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանում։ Այսօր նրանք գիշեցեք այս մասին են խոսում, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, որ Միքայել Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որ Բագրատ Գալստանյանը քաղաքական բանտարկյալ է։ Ոնց է պատահում։ Նախկինում մարդկանց ծեծում էր ոստիկանը, ծեծում էր, առանց ոչ մի պատճառի, մարդը իր իրավունքի համար էր պայքարում, իրավունքի համար։ Պետության մեջ այդքան ամեն ինչը վատ էր, որ դրանք պայքարում են իրենց մարդկային արժանապատվության եւ իրավունքի համար, մեր քաղաքացիները։
Մեկ անգամ Կտրիչ Ներսիսյանը հայտարարություն արեց, որ ոստիկանությունը կամ քննչական կոմիտեն կամ դատախազությունը կամ ներքին գործերի նախարարությունը ուրեմն ինչ որ բիրտուժ են կիրառում կամ խախտում են իրենց ուրեմն օրենսգիրքը եւ փաստորեն կատարում են պետության պատվերները, երբևիցե ծպտուն դուրս չի եկել։ Ուրեմն այն ժամանակ թույլատրելի էր այդ բոլոր կառույցներին գործել։ Այն ժամանակ իրանք արդար էին, այսօր նրանք բոլոր անարդար դարձան, ավազակ դարձան։ Այն դատարաններում, որ անմեղ մարդկանց բանտի ճաղերի ետևներ ուղարկում։ Մեկ անգամ Կտրիչ Ներսիսյանը դուք լսել եք կամ իր շրջապատից մեկը, որ հայտարարի, որ դատարանները Հայաստանում չեն աշխատում, պատվերով են աշխատում, Ռոբիկի, Սերժիկի կամ անարդար վճիրներ են, դատավճիրներ են կայացնում։ Երբևիցե չի ասել։ Այսօր հայտարարում է, որ անարդար որոշումներ են կայացնում, քաղաքական պատվերով դատարանները։ Դուք հասկանում եք, ես ոնց եմ քանդում այդ սադանայի տունը, որովհետև ես արմատն եմ տեսնում այդ սադանայության։ Այդ դրա համար եմ ես քանդում։ Եվ ես ինձնից չեմ անում դա, Աստված Սուրբ Հոգով ներշնչված եմ դա անում։ Ես միշտ ասել եմ ու միշտ պիտի ասեմ, եւ վկա եմ, որ ինձ այս գործի վրա դրել է Հիսուս Քրիստոսը, որ ես անեմ, որ ես քանդեմ, որովհետև ես չեմ քանդողը, ես չեմ անողը, իրանք են անում։ Ես իրանց ձեռքում գործիք եմ։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, ինչ է մեզ ուսուցանում ավետարանը։ Սիրեցեք միմյանց, ներեք միմյանց։ Ավետարանի առանցքային ճշմարտություններից է սերը, ներողամտությունը։ Կտրիչ Ներսիսյանը ապացուցել է իր 26-ամյա գործունեությամբ, որ նա բացարձակապես չի հետևել այդ սկզբունքներին, առանցքային քրիստոնեական։ Քանի մարդ ինքը հանեց փողոցը, քանի մարդ դուրս շպրտեց եկեղեցուց։ Ուրեմն այս հարյուրավոր հոգևորականների, ես չեմ խոսում ատեն ուսանողների մասին, որ նա դուրս է հանել։ Նրանք բոլորը սրիկա են եղել, նրանք բոլորը եղել են խուլիգաններ, նրանք բոլորը եղել են ավազակներ։ Խնդրեմ, այսօր Տեր Արամը վկայեց, ես չգիտեի, որ Տեր Սարգիսը խադավիկ է եղել, Կտրիչի բարեկամն է, ազգականն է։ Մեքենայի գիտեք, խադավիկ մարդուն, ու ասում շատ լավ փայլուն մասնագետ է, բերելա Տերտերը սարքել։ Որը ոչ մի բանից անտեղյակ է, Աստծուց շատ երու մարդ է։ Այդ մարդը մեքենայից լավ գլուխ կհանի, ավտոմեքենաներով է զբաղվում նա։ Ավտոմեքենաների սպասարկումը դու ձախողեցիր Կտրիչ, դու զրկեցիր այդ սերվիսը մի լավ մասնագետից, բերեցիր այդ ապուշ Տերտեր սարքեցիր այդ մարդուն։ Այսինքն աննկարագրելի խայտարակություններ են եկեղեցու եւ ընդհանրապես երբ որ դուք տեսնում եք, նույնիսկ այդ մարդկանց դեմքերին նայեցեք, նրանք հոգեվորականներ չեն։ Ես կարող եմ թատրոնում նույնիսկ երբ որ դերասանը ման են գալիս այդ դերի վրա հոգեվորականի, տեսքն են նայում, ուսումնասիրում են թե ով կարող է այդ դերը խաղալ, որ մի քիչ նման լինի, մի քիչ հոգեվոր տեսք ունենա մարդը։ Հասկանում եք դուք։ Օրինակ Մել Գիբսոնը Հիսուս Քրիստոսի դերը խաղաց, հա? Աստվածավախ մարդ է Մել Գիբսոնը։ Ամեն մեկը չի կարող նույնիսկ այդ դերերի համար էլ մեծ պատմություն, որովհետև այսպիսի դերեր տանել եւ հոգեվորականի դեր, դա շատ լուրջ բան է։ Ես շատ լավ գեղեցիկ ֆիլմ եմ դիտել, մոռացա այդ դերասանի շատ լավ մարդ է տարեց։ Ռուսական ֆիլմ է, Օստրով կոչվում է, ես կխնդրեմ որ նայեք։ Վանական իրական կյանքի մասին է այնտեղ եւ լավ վանական մարդու մասին, որը հենց այդ դերասանն է խաղում, իր անուն ազգանուն ես մոտ, ինքը ողջ է։ Տեսեք, տեսքն են մարդկանց փնտրել, բան արել։ Խոմ ամեն մի դերասանը չի կարող խաղալ։ Այս մարդը չի նայել է, ինչքան փողոցի գադա գյուդա կա, խուլիգան կա, բերելա Տերտերը դարձել, եպիսկոպոսա դարձել։ Նայում ես մեկին, մյուսին, ասում ես մարդիկ ով են։ Ես գիտեք ցույց եմ տվել մի քանի անգամ այստեղ արտասահմանում օտարներին, հոգեվորականներին։ Դրանք որ նայել են, ասել են, էս ինչ մարդիկ են։ Ասել եմ, էսի եպիսկոպոսը, էսի քահանայա։ Մարդիկ ուղղակի կիրթ են եւ ցենց կմծիծաղ են տվել մի հատ։ Տեղյակ են, բոլորը գիտեն, որ խայտարակ եկեղեցին եղել եւ հայաստանյան առաքելական եկեղեցին արդեն գոյություն չունի։ 26 տարի չկա։ Բացակայում է։ Հայը նույնիսկ այստեղ ապրում են եւ շատերը չեն գնում են այլ եկեղեցիներ։ Որտեւ իրանք ոչ մի բան լավ չեն գտնում։ Այդ տեսնում են իրենց ապրելակերպը, իրենց վարվելակերպը։ Այսինքն այդ մարդը պարակտեց սփյուռքը։ Ամենամեծ վնասը հասցրեց նա սփյուռքին։ Ես ականատես եմ այդ արատավոր երևույթների, որ տեղի են ունեցել այս ամբողջ շրջանում սփյուռքին մեջ։ Ուրեմն ամեն ինչով քանդել, քայքայել է, կործանել է եկեղեցին,
վերցրել է այս եկեղեցուց սարքել է խաղալիք իր եւ իր ընտանեկան ուրեմն եւ նեղ այդ օղակի շրջանակի համար մի լափամանի տեղ, որտեղ որ կարելի է լավ դիզել գումարներ, բիզնեսներ կայացնել, զվարճանալ այդ փողերով, պտույտ գնալ եւ այլն, աշխատենալ։ Այսինքն իրենց համար կյանքի բարվոք պայմաններ են ստեղծել։ Հայ ժողովրդի եւ հիմնականում հայ բարերարների հաշվին։ Այդ խեղճ բարերարները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ազնիվ մարդիկ լումաններ դրել են, որ մեր ժողովուրդը կամ մեր երկիրը խնդիրներ ունի, որ կարողանան այդ հարցերը լուծեն եւ հասցեագրված, այսպես ասած ծրագրին ինչ որ համահունչ եւ այն գործեր անեն, բարի։ Կտրիչը գրպանն է անցկացել այդ փողերով հարստացել են, փողը առել է, մեծ հարուստի դրել է իր գրպանը եւ այդ փողով ինչ ուզեցել արել է։ Փողը ուզել է տարբեր պատրվակներով, հասկանում եք ինչ խայտարակություն է, հավաքել է, շորթել է գումարներ, այդ փողը օգտագործել է իր անձնականի համար եւ իր շրջանակի։ Այ որտեղից նա դարձավ քրեոլիգարխիկ կաթողիկոս։ Որտեղից նա դարձավ միլիոնատեր, որտեղից Գարեգինը։ Լուիս Սիմոն Մանուկյանի փողերը։ Խափեփայությամբ հիմա իր աղջկա հետ, Լուիս Սիմոն Մանուկյանի աղջկա հետ, Քրիստինայի հետ ինքը խնդիր ունի, սիրելի ժողովուրդ։ Խապել է կնոջը, յուրացրել է իր ամբողջ բանկային հաշիվները։ Հիմա աղջիկը շատ քիչ գումար ունի։ Պատկերացնում եք, ժառանգը չի կարողանում տիրանալ մոր փողի։ Կտրիչն է տիրացել։ Ինչա անվայել ճանապարհով, անվայել կյանքով ապրել է, այդ կնգա գլուխը պլսորելով, այսպես ասած, այդ կնգան բան է արել։ Դա մեծագույն խայտարակություն է։ Եվ այսօր այս մարդիկ փորձում են ուրեմն ուրիշ բաներ պատմել։ Ուրիշ լույսի ներքո ներկայացնել այս ամենը, ինչ որ կատարվում է եկեղեցու մեջ։ Աննախադեպ խայտարակություններ, աննախադեպ այդպիսի խայտարակություններ Հայաստանյանց եկեղեցում նախկինում չեն եղել։ Այո, բոլոր եկեղեցիներում ես ուզում եմ ներողություն, ես ուզում եմ ինչ խմել թե բոլոր եկեղեցիներում անխտիր այդ մարդը ստեղծել է խնդիրներ։ Այս որ ասում եմ աննախադեպ խայտարակություններ, որովհետև ամենտեղ մի խնդիր ստեղծել է։ Բայց այս խնդիրները ստեղծել է ի նպաստ իրեն։ Պղտոր ջրի մեջ նա ձուկ է որսացել։ Եվ ասում եմ, որ բոլոր թեմերի մեջ նա մտածել է նշանակել իր մարդկանց, որտեղից պետք է ունենա շահույթ։ Շահույթ։ Ես սա ասում եմ, վերածել է մի հիմնարկի, որը գեր շահույթով է աշխատել։ Ոչ մի բան իրենց հետաքրքիր չէր, բացի նյութականից։ Ստեղծելով այս կլանը, ստեղծելով այս իր շրջապատը, բոլորից իրավունքները եւ լիազորությունները վերցնելով, ինքը մի հոգով բռնապետի պես խախտելով եկեղեցական կանոնները կառավարում էր։ Եվ կրկնում եմ, այսա ասում է հետով Հազացի։ Այո, բոլոր եկեղեցիներում սիրելիներ եւ բոլոր ժամանակներում լինում են արատավոր երևույթներ եւ եղել են։ Եվ կան եւ կլինեն, բայց այն եզակի են, ինչպես ասում են, исключение из правил։ Բացառություններն են։ Ընդհանուր գետնի վրա նրանք չեն ամբողջական։ Այստեղ այլ տեսարանն է 26 տարիների ընթացքում համատարած, համակարգված խայտարակություն եւ որևէ ուրիշ բան չեն կարող տեսնել դրական, բացարձակապես։ Քանի որ մարդիկ, ովքեր որ Հայաստանյան Արաքելական եկեղեցին հաճախել են նախկինում, ունեն ինչի հետ համեմատել, ինչը չի կարող անել երիտասարդը, ասենք 25 տարեկան երիտասարդը, նա չունի որևէ բան համեմատելու, որտեղ նաև որ ծնվել է, այդ տականքն է եղել, խեղված եկեղեցի է եղել։ Իհարկե երիտասարդը ինչի է պետք է համեմատի։ Չես կարող համեմատես գրքերի, ասենք, կարդացածով, հա, այն ինչ որ չես ապրել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ դա տեսել են իրենց աչքերով, ապրել են, հաճախել են, նրանք պետք է հասկանան, նրանք պետք է եզրակացություններ անեն։ Հիմա նամանավանդ օրինակ ես, չէ՞։ Ես այն քաղաքաններից եմ, որը ոչ մի կապ չեմ ունեցել իրեն։ Ինձ սարգսակ եմ ձեռնադրվել Թորգոմ arczepiskopos Մանուկյան Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահության ժամանակ։
այժմ հանգուցյալ հոգին դույս դառնա։ Իր օրհնությամբ, իր բարձր տնօրինությամբ։ Քահանայեմ ձեռնադրվել Գարեգին առաջին Սարգսյանի հրամանով տնօրինությամբ։ Այս սպորնիկը ով է։ Ով է այս սպորնիկը, որ եկել է խեղելու եկեղեցին, բայց միշտ ընդգծել եմ, միշտ ասել եմ, բոլոր ժամանակներում ամեն հնարավոր միջոցներով, որը որ ինձ հասանելի էր, ամենտեղ ասել եմ այս մասին, որ այս մարդը սրիկա է, նա խաբեպա է, նա հոգևորական չէ, նա խաչագող է։ Իմ պայքարն է եղել միշտ այդ անձի դեմ։ Եթե Արամը այսօր է խոսում, որտեղ նա ջահել տղա է, նա երեխա է իմ մոտ, հա։ Նա ջահել տղա է, նա չի տեսել։ Վազգեն կաթողիկոս նա չի տեսել, նա Գարեգին առաջին կաթողիկոս չի տեսել։ Նա սրան է տեսել։ Իհարկե, ինքը կարող է շփոթված լինել, որոշ մարդիկ կարան ասեն, որ բա առաջներում ուրիշ բաներ ասում։ Այո, չէր ճանաչում, ինչ անենք։ Չէր պատկերացնում։ Բայց երբ որ հասկացավ, ճանաչեց, պատկերացրեց, հիմա ճիշտ հետևություններ անելով ազնիվ քայլ արեց։ Այսքանը։ Իսկ ով որ ճանաչում էր, մասնավորապես ես, ով որ գիտեր իրեն, ով որ տեսել է իրեն։ Գարեգին առաջին Սարգսյանը, հոգելույսը, ուներ տիկնապահ, անունը Աշոտ էր։ Կարծեմ Աշոտ Մանուկյան կամ կարծեմ Մանուկյան։ Ազգանունը կարող է շփոթեմ։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից սպա, մայոր էր, եթե չեմ սխալվում։ Ուրեմն արդեն ինքը մահացած էր, Աշոտի հետ հանդիպել ենք Երևանում 2005-6 թիվներ։ Աշոտի հետ հանդիպել եմ Երևանի մեջ։ Եկել է Երևան եւ ուրեմն այդպես ստացվեց, որ հանդիպեցի, գնացի Աշոտի տուն, Աշոտի ինձ տնից իրա վերցրեց, ասեց գնանք միտեղ տեր այր հաց ուտենք։ Գնացինք մի ռեստորան, գերեզմանանոցների ես ճանապարհի վրա, չգիտեմ, այդպես օբյեկտ էր։ Ասեց հատուկ ես բերում այստեղ քեզ, ուրիշ բան չմտածես, ուզում եմ որ դու տիրոջ հետ խոսաս։ Դե նստեցինք հաց կերանքները, բավական լավ պատիվ տվեց մեզ բանից, բարձվել որ գումարը չի վերցրել Աշոտից։ Ասելա գիտես տեղով է եկել տեր այր։ Այդ ձեր մեծ տերտերը։ Ասի մեծ տերտերը ով է, ասի դե այդ Գարեգինը։ Ասի հետո ասի ինչ կա։ Ասեց մի հատ կնգահետ եկավ ու նկարագրեց Լուիս Սիմոն Մանուկյանի մասին էր խոսքը։ Ասեց գնստեցին, կերան խմեցին, ես էլ ասի մտածեցի կաթողիկոս մեծ տերտերը բան, ասեցի բերեցի իրենց շամպանսկի բացեցի, չգիտեմ, ասեցի իմ հաշվից։ Վերջը ասեց, որ շատ լավ էր ամեն ինչ, շնորհակալություն հայտնեց, ասեց հիմա ինչ անենք, ասում է սպիտակեղենը, այնտեղ էլ կաբինկաներ են, որտեղ որ կա կրավատ կա։ Ասեց սպիտակեղենը մենք ենք բերում, թե դուք մեզ կտաք։ Ասեց հանեց բանից, բումաժնիկից փողը հանեց, մեզ տվեց, առանձինն ասեց $100 փող տվեց, որ ես բերեցի, ասում է։ Ասեցի աչքերը Տեր Հայր ջան, ասեց աչքերես բաց մնաց, ասեց ես ամեն ինչ սպասում եմ, բայց որ մեծ տերտերը պիտի գա կնգա հետ հաց ուտի խմի, հետո պարկեն այնտեղ, չգիտեմ, այլանդակություններ անել, ասում եմ, այսպեսի բան չեմ տեսել։ Խնդրեմ, սա ես լսել եմ այն մարդկանց մոտից, ովքեր որ ինձ տարել են հատուկ, այդ տեղն են ցույց տվել, այդ ռեստորանում նստելով լսել եմ ռեստորանի օբյեկտի տիրոջ շուրթերից։ Ես որտեղից դա պիտի իմանայի այդ պատմությունը։ 20 տարի այդ պատմությունը կա։ Այդ խայտարակությունը կա։ Եվ գիտեք սա մի եզակի դեպք է։ Ամեն ինչին ընդունակ է այս սրիկան, այս տականք, այս ամփարոյականը։ Ուրեմն ինչ կաթողիկոս է նա։ Կաթողիկոս չի նա։ Նա փողոցի խուլիգան է, որը եկել է եկեղեցին, վերածել է Կուկուշկայի աթոռի։ Եվ դրան պիտի դրվի վերջը։ Շատ ուրախ եմ, որ այսօր երկրի վարչապետը մասնավորապես նշեց, որ այս Կիրակին Հովանավանքում եւ վերջում ակնարկեց, որ հետո էլ կաղոթեմ արդեն էջ միացնում։ Վստահաբար պիտի ասեմ։ Հաղթանակած էջ միացնում։ Ազատագրված էջ միացնում, որտեղ որ պիտի Կուկուշկայի աթոռը կործանվի, որտեղ որ պիտի սատանայի որջը կործանվի եւ որտեղ որ պիտի իրական էջ միացին, իրական մայրաթոռը կա։ Սա ուղղակի այն պարզ ճշմարտություն է եւ կրկնում եմ Երկրի ղեկավարը ինչ որ ասել է, ինչ որ այսօր հնչեցրել է, այդքան ակնհայտ, այդքան պարզ է ամեն մեկի համար հասկանալու համար, որ ուրիշ ճանապարհ չկա, անբեկանելի է այս որոշումը, որ սա պիտի լինի իրողություն, իրականության մեջ պիտի, կյանքի պիտի կոչվի դա ընդամենը։ Եվ ամեն մի մարդ, որը այսօր հասկանում է, որ Էջմիածնի ազատագրմամբ մենք ազատագրում ենք նաև ամբողջ Հայաստանը։
անհոգևոր իրավիճակներից, մեղքերից, անեծքից, աստվածային անեծքից ենք ազատագրում, որովհետև այս մարդիկ են պատճառ հանդիսացել, որ անընդհատ բարկացրել են երկինքը 26 տարի, փաստորեն երրորդ հանրապետության այդ շրջանը, հա, մեծ մասը այդ երկրի երկինքը բարկացրել ենք պիղծ չկաթողիկոսի բերումով իր անփառունակ գործնեությամբ եւ իր ստահակների, այդ ողմակիցների, գործակատարների Այս է սիրելի ժողովուրդ եւ պիտի բնականաբար պիտի քանդվի այդ կուկուշկայի աթոռը, պիտի կառուցվի հոգեվոր կյանք, իրական կյանք, որտեղ որ ապրում են այդ վանքում իրական բանականներ, իրական կուսակրոններ, ովքեր որ խաղալիք չեն դիտում։ Սա է, գիտեք, սա հիվանդություն է խորհրդային խորհրդային այդ տարիներից մնացած, որպես մետաստազ, հա, որպես մի զզվելի բան։ Կան մարդիկ, որոնք ինձ ասում են, լավ, ասում են, ինչ անենք։ Ոնց է ինչ անենք, եղբայր իրենցով ստիպել կուսակրոն դառնալ։ Նախկինում, որովհետև դա այդպես է, խափում են, ստից վեհարը դնում են, իրանք գնում են ամեն կեղտոտություն անում են։ Սովետի վաղ, սա հասկանում եք, այդպիսի բաներ, երբ որ անում էին, պիտի ծածկեին։ Աթեիստ պետություններ, KGB-ն կար, բան կար, վերջապես անհավատության այս մթնոլորտը ժողովրդի մեջ տիրում էր, եւ ամեն այսպիսի բան մեծ վնաս էր հասցնում եկեղեցուն, տեղից եկեղեցին չնշված էր եւ անընդհատ հարվածների տակ է։ Այսօր ինչ է պատահել։ Այսօր ազատ աշխարհի եկեղեցին էլ ազատ է, հավատքն էլ է ազատ։ Կամ Ալեն Սիմոնյանը այսօր շատ բարձ հայտարարություն նմանապես արեց, ասեց, որտեղ կուզեմ պիտի աղոթեմ, ում հետ կուզեմ պիտի աղոթեմ, ով կարող է ինձ արգելել։ Դուք հասկանում եք, այդ մարդիկ, որ ասում են՝ «Նի դրուժը զգալավու է», հիվանդ է ուղեղը, փչացած է իրենց ուղեղը։ Եթե նրանք փչացած մարդիկ չլինեն, այդպիսի բաներ չեն ասի։ Աղոթք է անում, պատարակ է մատուցում, ում հետ ուզում անում է այդ պատարակը, ում հետ ուզում է այդ աղոթքը անում է։ Ինչ գործ ունես, Կտրիչ Ներսիսյան։ Թե քո մոտ չի լինում, չի ստացվում։ Թե քո մոտ մարդ չի գալիս, այս դրա մեջ է ամբողջ բանը։ Եվ պատկերացրեք, չէ՞։ Իրեն նույնիսկ չեն հարգում այս մարդիկ, այս ընդդիմությունը։ Ոչ Քոչարյանը, ոչ Սերժը։ Դա բարձ ասեմ ինչի համար։ Որովհետև դրանք նույնիսկ չկարողացան հավաքագրել մարդ, ժողովուրդ, իրենց միջոցներով, որ ցույց տան, որ Կտրիչ Ներսիսյանին սատորողներ ունի։ Չկարողացան, հասկանում եք, չկարողացան նորմալ ժողովուրդ, հա, հավաքել, քանակությամբ մեծ, չկարողացան։ Բայց Կտրիչ Ներսիսյանը իրենց սատարելով բանտի դուր ուղարկեց, երկու arczepiskopos բանտը պարկացրեց։ Հիմա թող գնան իրար հետ հաշիվներ մաքրեն, թող իրար հետ նստեն խոսեն այնտեղ։ Էս է Կտրիչ Ներսիսյանը սատանա է, բայց անուղեղ սատանա, որը ոչ մի մարտավարություն չունի եւ չի կարող ունենալ։ Եթե մեծ ձևով այդ նախաձեռնությունը, շարժումը, չգիտեմ, կուսակցությունը, ինչ անվանեմ, այդ բուլկին հայտարարումը, բողոքումը, Պարոն Չախոյանը ասեց, գործ ունենք, ասեց մարտնչող տգիտության է, բողոքումը, որ դպրոցներ են կառուցում։ Մարդիկ բողոքում են, որ Հայաստանում դպրոց է կառուցվում, մանկապարտեզ է կառուցվում, հիվանդանոց է կառուցվում, ճանապարհներն են շտկում։ Ինչ ասեմ։ Եվ այստեղ թիրախավորված է նաև կրթական համակարգը, որովհետև տգետ են։ Այ ամեն ինչը դրանով է ասված։ Ասում է զավոդ պիտի կառուցեն։ Բա դուք զավոդ խի չեք կառուցել։ Մենակ այդ զավոդը քանդել եք։ Եղածը կերել եք եւ պարտ են գործարքը, հայ, որով պարծենում է Քոչարյանը։ Պարտքի դիմաց գործարքը այդ որ գործարանները բան սաղ տվել է նվեր Ռուսաստանին։ Այս հայտարարություններն ալ, ուրեմն սիրելի ժողովուրդ, եկեք ամփոփենք այսօրվա մեր ուղիղ երարցակումը։ Իհարկե, ես վստահ եմ, որ այս կիրակին շատ լավ է անցնելու։ Թևակողում ենք արդեն վերջնական փուլ, եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ նոյեմբերը դա մեզ համար լինելու է իսկականից հաղթանակի եւ այս ամենը պիտի թոթափենք, այդ շղթաները բացության։ Պիտի ազատագրվի Էջմիածինը եւ պիտի իրապես շնորհավորենք իրար այժմ եւ միշտ Վավիթյանը սամիտնից ամեն։ Հայ ժողովրդի կենացը։ Ուստի կարճ աղոթքով վերջացնում ենք։
Աշնարարչական բազուկը սպրճական սուփ խաչը տերունական լինի ձեզ պահաբան այսու մետեր մինչև ավիտյան ամեն կխնդրեմ բոլորը տարածեք այսօրվա եթերը գրառումները կսպասեմ ձեր լայքերը անվճար են ցելի ժողովուրդ որպեսզի բազմաթիվ մարդիկ դիտեն կհանդիպենք նորից եւ այսօր մի բան է ավելացնեմ այդ որ ասում վիշեն կնատորցի իրենց այդ չարագործություններում փաստորեն Կտրիշ Ներսիսյանը իր այդ հանցախմբի կամ փոքրիկ խմբակետ Խելովիմն են նշել Խելովիմը այո նրանց տոնն է որովհետեւ այն նրանց համար դա տոն է ուրախություն է ուրիշ տոն իրենք չգիտեն դրա համար կոչեցի այդպես այսօրվա ուղիղ եթերի բանը ցտեսություն խաղ գիշեր